Հայաստանը փողերի լվացման առումով ամենացածր ռիսկային երկրների շարքում է։ Վկայում է Բազելի կառավարման ինստիտուտի հրապարակած փողերի լվացման դեմ պայքարի 2025-ի ինդեքսը։ Ռիսկայնությունը գնահատվում է 0-ից 10 միավոր, որքան ցածր է միավորը, այնքան նվազ ռիսկային է երկիրը։ Ցանկում ներառված 177 երկրների շարքում մեր երկիրը 163-րդ տեղում է 3.98 միավորով։ Վերջին 177-րդ տեղում Ֆինլանդիան է 3.03 միավորով։ Մենք չափում ենք ռիսկը եւ հասկանում երկրի խոցելիությունը փողերի լվացման նկատմամբ եւ փողերի լվացման դեմ պայքարի նրա կարողությունը։ Մենք հաշվարկում ենք ռիսկը 5 ոլորտներում 17 տարբեր ցուցանիշներով։ Համաշխարհային միջին ցուցանիշը այս տարի փոքրինչ բարելավել է 5.3-ից հասնելով 5.28-ի։ Մենք նկատում ենք աննշան առաջընթաց փողերի լվացման ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակի որակի առումով ամբողջ աշխարհում։ Նաեւ տեսնում ենք կոռուպցիայի աննշան նվազում։ Ի հակադրություն դրա մենք տեսնում ենք ֆինանսական թափանցիկության եւ չափորոշիչների, նաեւ հանրային հաշվետվողականության հետ կապված ռիսկերի աճ։ Քաղաքական եւ իրավական ռիսկերի առումով իրավիճակը գրեթե նույնն է։ Կաշառակերություն, կոռուպցիա, շրջակա միջավայրի հետ կապված հանցագործություններ, սրանք ըստ Կատերինա Բոգուսլավսկայի փողերի լվացմանը նախորդող հանցագործություններն են։ Հայաստանում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առումով առկա են բավական ուժեղ կանխարգելիչ միջոցառումներ։ Կոռուպցիայի մակարդակը չի վատացել, առաջընթաց կա թմրամիջոցների առևտրի վերահսկման եւ քաղաքացիական ու քաղաքական ազատությունների ոլորտներում։ Բայց զգուշացնում ենք, որ Եվրոպայի խորհրդի մշտական մոնիտորինգային մարմնի նոր գնահատման արդյունքները, որոնք կհրապարակվեն հաջորդ տարի, կարող են մեծ ազդեցություն ունենալ երկրի գնահատականի վրա։ Ինդեքսի միավորը կազմվում է հաշվի առնելով 5 գործոն՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի որակը, կոռուպցիայի եւ խարդախության ռիսկերը, ֆինանսական թափանցիկությունը եւ ստանդարտները, հասարակական թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, նաեւ քաղաքական ու իրավական ռիսկերը։ Սա ինչպես կենտրոնական բանկի, այնպես էլ այլ պետական մարմինների իրավապահ համակարգի եւ մասնավոր հատվածի շարունակական համագործակցության արդյունք է։ Այս գնահատականին նպաստել են վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումները, FATF-ի կամ Եվրոպայի խորհրդի մանիվալի հանձնարարականներին համապատասխանության ապահովման ուղղված աշխատանքները, երկրում փլավ դեմ պայքարի եւ առհասարակ վերահսկողության ֆինանսական հատվածի վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղված քայլերը։ Ինդեքսը սկսվել է հրապարակվել 2012 թվականից։ Այն ժամանակ Հայաստանը 149 երկրների մեջ 105-րդն էր 5.13 միավորով, իսկ նախորդ տարվա ինդեքսում մեր երկիրը 129-րդ տեղում է եղել 164 երկրների շարքում։ 18 թվականից հետո բավական երկար ժամանակ անընդհատ աճի միտում ունենք, որը խոսում է նաև դրական շարժերի մասին կամ դրանց շարունակականության մասին, քանի որ վերջին տարիներին փողերի լվացման հետ կապված ռիսկերը կարևոր դեր ունեն, որովհետև իրենց նկատմամբ ուշադրությունն է մեծացել, այդ ռիսկերը պայմանավորված նաև քաղաքական, միջազգային քաղաքական կամ տնտեսական տեղաշարժերով կարևորություն են ձեռք բերում։ Դրա համար այս ինդեքսի հաշվարկը գնալով ավելի կարևոր է դառնում տարբեր միջազգային գնահատումներով երկրի վարկանիշը դիտարկելիս։ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 17 երկրների շարքում, որտեղ նաեւ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Մեր երկիրը տարածաշրջանում ամենացածր ռիսկայինն է համարվում։ Գլոբալ առումով այս գնահատման ցուցանիշը դիտարկվում է տարբեր երկրների կողմից, տարբեր միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից, բանկերի, ներդրողների կողմից, երբ դիտարկում են Հայաստանում որևէ գործունեություն իրականացնելը եւ սա փողերի լվացման ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի բավականին կարևոր ցուցիչ է հանդիսանում։ Այս գնահատականը կարող է խթանել մի շարք հանգամանքների, օրինակ օտարերկրյա ներդրումների աճի, միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Ինդեքսով Հայաստանն առաջ է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հունաստանը, ընդամենը 14 երկրի ենք սիճում։ Նման ինդեքսները միջավայրի, ասենց ասած, ռիսկայնության, այսինքն փողերի լվացման տեսանկյունից ռիսկայնության մակարդակն են ցույց տալիս եւ այն հնարավորությունները, որը քո համակարգ ունի դրա դեմ պայքարելու կամ դա թույլ չտալու եւ այս առումով բնականաբար այն ներդրումային միջավայրի վրա, ֆինանսական միջավայրի վրա, տնտեսական ընդհանուր միջավայրի վրա ինքը բավականին դրական ազդեցություն կարող է գործի, այսինքն այն անձինք, ովքեր գնահատում են ռիսկերը, այս միջավայրում ներդրումներ անելու, գործունեություն սկսելու, իրենք միանշանակ նաև պիտի հաշվի առնեն այդ համակարգը։ Փողերի լվացման դեմ պայքարի 2025-ի ինդեքսի առաջին տեղում Մյանման է, որը 8.18 միավորով համարվում է ամենառիսկային երկիրը։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան,
Լուրեր